հավաքվել է վերջին զանգը տվել է մեր օրն է եկել Դիմացի լսել թարգել ենք Այս երգը միացրել ենք Ջահելներով տժացել ենք Վերջին զանգն է եկել Օրը մերն է, սա մեր օրն է Վերջին զանգի օրն է Եվ ուրախ ենք, և տխուր ենք Սա բոլորի տոնն է Օրը մերն է, սա մեր օրն է Վերջին զանգի օրն է Եվ ուրախ ենք, և տխուր ենք Սա բոլորի տոնն է Ոսենց գայք իշ կրներ, հել լասենք Դասորից պախել ենք Կավաներում լրվել ենք Սիրահատելու կարվել ենք Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, հարգելի ծնողներ, հյուրեր։ Այսօր 2009 թվականի մայիսի 23-ն է և քիչ րոպեներ անց մեր դպրոցի սուրբ կամարների ներքո արդեն 35-րդ անգամ հնչի վերջին զանգը։ Զանգը, որ կատարի նոր կյանքի սկիզբը, այն կյանքի ու գիտության դժվարամաջ գագաթներն են, իմացության ծովը ու տնավարկի ձեզանից յուրաքանչյուրը։ Սիրելի 11-րդցիներ, հիշում եք, կարծես 3 էր, երբ առաջին անգամ ոտք դրեցիք այդ հարազատ օջախը, անհանգիստ բաբախում էր ձեր փոքրիկ սիրտը, թրթռում թիթեռնիկի պես։ Առաջին ուսուցչուհին ձեր առջև բացառեց Մեսրոպյան սուրբ տավերի գաղտնիքը, հետո այդ տավերը դարձան բառեր, նախարարություններ, ստատողություններ, անցավ 10 տարի, հիմա տարեվերջը, վերջին զանգ։ Դուք տխուր եք, բնական եք, այդ պատերի մեջ թողնում եք ձեր մանկությունն ու անհրաժեշտությունը։ Նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչքան երջանիկ եք եղել, նաև ուրախ եք, չէ՞ որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ բազում փորձություններով ու հաղթանակներով։ Մեր դպրոցը համարվում է քաղաքի լավագույն դպրոցներից մեկը, մեր ուսուցիչները բանիմաց են, գրագետ, իսկ այդպիսի ուսուցիչների աշակերտները չեն կարող աշտոտ ու անձիկ լինել։ Պարզապես ժամանակը չի բավականացնի նշելու այն բոլոր աշակերտների անունները, ովքեր հաղթել են հանրապետական օլիմպիադաներում։ Ողջունենք նրանց և ողջունենք նաև այն աշակերտներին, ում հիմա սիրով ձեր ծափողջունների ներքո կհրավիրեմ բեմ և այդպես բեմ եմ հրավիրում Հիվիո դպրոցի 11-րդ Ադ Հասանին, Փաստեք Այդա Սասյան։ Since
Գարնանային այս ծաղկաբույրորը վերջին ակնթարթով եք նայելու այն նստարաններին, ուր 10 տարի նստել եք դուք ձեր հուշերով։ Այսօր ձեր զանգն է վերջին, պիտի հրաժեշտ տաք դպրոցին, ու որքան էլ դժվար լինի, պիտի թողնեք դպրոցն այսին, նստարաններ փորագրված, ամեն մեկից մի խուշ թողած, անթիվան համար երազանք ու իղձ, ծնվել են մեռել դպրոցում ամբից, անթիվան համար հարգանքներ ու սեր, ծնվել են մեռել դպրոցում մերին, ողջունում եմ բոլոր և ցանկանում, որ կյանքում մեծ բարձունքների հասնեք։ Ներկայացնել մեր հյուրերին, այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ոգևորում են բոլորիս, հատկապես 11-րդցիներին։ Այսօրվա մեր հյուրերն են Աբովյանի քաղաքապետ Կարեն Գուլոյանը, Աբովյանի փոխքաղաքապետ Տիրյոտ դպրոցի նախկին տնօրեն պարոն Հակոբյանը, և Կոտայքի կրթության վարչության պետի տեղակալ պարոն Արայիկ Սիմոնյան։ Իսկ այժմ մեր 11-րդցիներին խոսք ունի ասելու մեր հարգարժան հյուր Գագիկ Հակոբյանը։ Միշտ այդպես է լինում, երբ որ թողնում ես, գնում ես, հանգարց մի անգամ գաս, արդեն հյուր ես։ Հյուր եմ, հյուր։ Ուրեմ ուղիղ 15 անգամ բարձրացել եմ բեմ, այստեղ հուսով եմ սա վերջինը պետք է լինի և իմ խոսքն եմ ուղղել մեր 11-րդ դասարանցիներին, այսօր 15-րդ անգամն է։ Ամեն անգամ երբ որ բեմ եմ բարձրանում, ես միշտ խնդրում եմ, որպեսզի 7-րդ դպրոցի ուսուցիչները ոտքի կանգնեն։ Խնդրում եմ, կանգնեք ոտքի։ Ես ուզում եմ բոլորի մոտ ասել ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, խոնարհվում եմ, որ դուք կաք, խոնարհվում եմ, որ դուք այդպիսին եք, խոնարհվում եմ, որ դուք աշխատում եք այս դպրոցում, այդքան գրագետ եք, այդքան նվիրված եք, այդքան գեղեցիկ եք, բոլորին ասում եմ իմ պառավները, ձեզանից ջահել չկա, ես շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ այս դպրոցում եք, շնորհակալ եմ, որ 15 տարի իմ հետ միասին այսպիսի շրջանավարտներ եք տվել։ Երեխեք ջան, հիմա դիմում եմ ձեզ։ Այսօրվանից դուք անցնում եք մի նոր կյանք, այսօրվանից դուք ստանում եք մի նոր կարգավիճակ։ Եվ ես ուզում եմ, որ այդ նոր կյանքը, որը դուք մտնելու եք, ձեզ համար լինի հաճելի, ձեզ համար լինի ընդունելի, ձեզ համար լինի ձեր սրտի ուզածով։ Շատ դժվար է լինելու։ Եվ եթե դուք ուզում եք, որ ձեր մասին բոլորը լավ կարծիքի լինեն, մի բան պետք է անեք։ Այ տեսեք, այսօր ինչքան մարդ է իր գործը թողել, իր ժամանակը ձեզ նվիրել։ Ես ուզում եմ, որ դուք արժանի փոխարինողներ լինեք։ Ես ցանկանում եմ, որ 15-20 տարի հետո ձեզանից մեկը այստեղ կանգնի նույն խոսքերը կամ ավելի լավ խոսքեր հղի իր շրջանավարտներին։ Ես ցանկանում եմ, որ ձեր հետագա կյանքը դասավորվի այնպես, ինչպես ձեր ծնողներն են ուզում,
ինչպես մենք ենք ուզում։ Եվ ցանկանում եմ մեր քաղաքապետի պարոն Գուլոյանի անունից, իմ անունից, Գագիկ Ծառուկյանի անունից, ամբողջ Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից շնորհավորել ձեզ։ Շնորհավորել ցանկանալով ամենից լավը, շնորհավորել ցանկանալով, որ Աստծո կամքը ու ձեռքը միշտ ձեզ ուղեկից լինի։ Երեխեք, հարգեք ձեր ուսուցիչներին, հարգեք ձեր դպրոցը, հարգեք ձեր ծնողներին, մեծերին, հարգեք այն ամբողջությունը, որը կոչվում է Հայաստան։ Դուք եք շենացնելու, դուք եք պահելու, դուք եք Բարգավաճ դարձնելու այդ երկիրը։ Երեխեք ջան, շնորհավորում եմ։ Լավ լինեք։ Քնությունները հաջող հանգնեք։ Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք եւ հուսով եմ, որ վերջի անգամ եմ բեմ բարձրանում ու ճանապարհ դնում։ Ձեզ առաջի դասան ես եմ ընդունել ու Աստված կամեցա, որ ես ձեզ ճանապարհեմ։ Բարի ճանապարհ ձեզ։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, մենք ձեզ անչափ շատ սիրում ենք։ Մեր շրջանավարտներին վերջի զանգի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ուղարկել Քաղաք Աբովյանի քաղաքապետ Գուլոյանը, որը մեզ համար կընթերցի Արմինե Սիմոնյանը։ Սիրելի շրջանավարտներ, ահա եկավ այն վաղձալի պահը, երբ դուք ավարտում եք դպրոցը և օրկյանում։ Ահա երկար ու ձիգ 10 տարիների ընթացքում դուք հասցրիք մեծանալ ու հասունանալ, ձեռք բերել գիտելիքների ու հմտությունների մեծ պաշար, որով հավատացած ենք, վստահորեն կքայլեք դեպի նոր հորիզոններ։ Եղեք ազնիվ և արդար, մի երկնչեք դժվարություններից, թող իրականություն դառնան ձեր բոլոր բարի իղձերը, թող կյանքի այս նոր փուլում ձեզ առաջնորդի սերը մարդկանց և հավատը գիտելիքների նկատմամբ։ Դուք եք մեր հայրենիքի վաղվա օրվա կերտողները, այն արժանապատիվ քաղաքացիները, որոնցով դեռ հպարտանալու ենք մենք։ Ձեզ կանաչ ճանապարհ, եղեք երջանիկ և հաջողակ, և թող Աստծո օրհնությունը ձեզ հետ լինի։ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյան, Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարապետ Գուլոյան։ Մեր շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է ուղարկել նաև Կոտայքի մարզպետ պարոն Շագալձյանը, որը մեզ համար կընթերցի Ջենի Մաթևոսյանը։ Հարգարժան շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգ հանդիսության առիթով։ Մարդկային կենսագրության ամենապատասխանատու այս հատվածում, երբ դպրոցական ուսումնառության շարժան ու անհոգ տարիներին հաջորդելու են գալիս մեծ կյանքի բազմաբովանդակ իրողությունները, ձեզ մաղթում եմ անկոտրում տան նորանոր ձեռքբերումներ։ Թող որ հարազատ կրթօջախում ստացած գիտելիքներն ու սիրելի ուսուցիչների իմաստուն պատգամները յուրաքանչյուրիդ ուղեկցեն ողջ գիտակցական կյանքի ընթացքում, դառնալով ձեր էության անբաժան մասնիկը։ Խորհրդանշանական զանգի ավետաբեր ղողանջների ներքո վստահաբար պետք է փաստել, որ ժողովրդավարության երկարևոր արժեքներ դավանող, բազմադարյան հերոսական պատմություն ունեցող մեր հայրենիքի իրավ քաղաքացի դառնալու զուգահեռ այսուհետ պետք է առավելագույնս նպաստել հայրենի պետականության ամրապնդմանը։ Համոզված եմ, որ դպրոցում ստացած հմտություններն իրենց նշանակալի ազդեցություն կունենան ժամանակի պահանջներին համահունչ ու արդիական մտածողության հարիր մասնագիտական կողմնորոշումներ ձևավորելու հարցում։ Դուք կկարողանաք լիարժեքորեն ընկալել ներկայիս աշխարհաքաղաքական բոլոր նորությունները
զբաղեցնելով հաստատական ամենատարբեր հարաբերություններում։ Հերթական անգամ շնորհավորելով այս անկրկնելի իրադարձության կապակցությամբ, ապագայում անցնելիք ճանարեփարի բոլոր հանգրվաններում ձեզ ցանկանում եմ անանց երջանկություն, ամենայն բարիք և մշտահմա հաջողություններ։ Եվս մեկ անգամ շնորհավորենք մեր շրջանավարտներին և ձեր ծափողջությունների ներքո նրանք կպատրաստվեն իրենց ելույթներին։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոց հական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքյատ կախարդական, և թե կանքեր Դու ով ես? Ես ճամփորդ եմ։ Երևի կորցրել ես ճամփա։ Ոչ, թեև ես նոր եմ սկսել ճամփորդել, բայց գիտեմ, որտեղից եմ և ուր եմ գնում։ Այսօր եկել ենք մեր ճանապարհից առաջ բարի ճամփա մաղթենք մեր ավագ ընկերներին 11-րդ դասարանցիներին։ Մենակ ես ճամփորդում։ Ոչ, ինչու՞։ Ես եմ Տիգրան մեծ թագավորն է։ Ես եմ Մեսրոպ Մաշտոստով 36 տարի եմ գտակել աշխարհին ու մի համար ժողովուրդ։ Սասունցի Դավիթն եմ ես իջած էպոսից, բայց ավելի իրական, Կոմիտասն եմ ես հայ երկի տաճարի հավերժական կանքարի։ Որավորանձնիկ տամ ես իմ տաճապան ժողորդի վիժաջովոքի։ Այս թապարական պանդուխն եմ ես, որ դու մեջին ես ու կործեր աշխարհի բոլոր երկրներում։ Մենք այսօր Հայաստանի ու հայերի ադոնուց ենք խոսում։ Այսօր հնչած զարդին զանգը իր ողանջան մեզ շատ հուզեց։ Մանավանդ ինձ այդ զանգն ուրախ ու թախծալի, երբ որս վերջին 10 տարարեց։ Մի կազմի, մենք ես հետ ենք։ Ավակ եղբայր ունեմ այսօր, որ դպրոցն է ավարտում, կյանք է մտնում մի նոր հույսով, բյուր երազներ իր հոգում, 10 տարի առաջ ինձպես նա էլ թոթով մի մանուկ, այս դպրոցի դռնով կարծես, մտավ որպես նորելու։ Հիմա բոլորս այստեղ ենք, որ ճանապարհենք մեր ճամփորդներին։ Ճամփորդներ, որոնց սպասում ենք, տանում ենք գործել։
Երկնքից պոկված մի կտոր կապույտ Դալալատկերի շող նարնջագույն Սալքեք ձեզ համար դուժերը Ձեզ է կյանք տարեք Ներքով պիտի տագերբում Բարել մապանեն աշկի լույսի պես մեզ ուկությունները մակուր թակարժեն Հայոթին հողը Բայրենի լեզու Սուր բարերատը Կալիքի ուսն ու հաղթանակը Որ արետը պարկեր նարար մեր տախրը աչքը բացի Եվ վերջապես հասնենք մի օր մեր երազած հաղթանակին Ահմեդ Դե հիմա բարի ճամփա Դե հիմա գնանք բարով Դու գիտեք բաներ կան որ Չես ասի ոչ մի բարով Հիշենք մենք մի տեղ կսպասենք մեր դպրոցում Թող միշտ լուսավորած լինի ձեր ճանապարհը